ԱՄՆ նախագահ Թրամփը Եգիպտոսի նախագահի հետ համատեղ շուրջ 20 երկրների ղեկավարների մասնակցությամբ խաղաղության գագաթնաժողով է հրավիրել Շարմ էլ-Շեյխում։ Միջոցառման նպատակն է ընդհանուր համաձայնությամբ ամրագրել Գազայում հաստատված խաղաղությունը։ Հոկտեմբերի 10-ին նույն Շարմ էլ-Շեյխում Իսրայելն ու համախմբավորումը ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար էին հաստատել։ Հոկտեմբերի 13-ի վաղ առավոտյան երկու կողմերում պահվող բոլոր անձինք Կարմիր խաչի միջոցով ազատ են արձակվել։ Իսրայելն է վերադարձել 20 գերի, իսկ պաղեստինյան կողմ 2000 անձ, այդ թվում Իսրայելում ցմահ դատապարտված 250 պաղեստինցի։ Մինչ Եգիպտոսի գագաթնաժողովի մեկնարկը, որին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ԱՄՆ նախագահը ժամանել է Իսրայել Քնեսեթում անձամբ ազդարարելու խաղաղության մասին։ Թրամփին ամենուրեք դիմավորել են իբրև հերոսի։ Հրադադարը հրադադար, սակայն մի շարք հարցեր մնում են անպատասխան։ Ինչպես է կյանքն ընթանալու Գազայում և ինչ կառավարում է լինելու։ Արդյոք Եգիպտոսի գագաթնաժողովին կհաջողվի պատասխանել այդ հարցերին, դժվար է ասել։ Ի վերջո Թրամփի առաջարկած 20 կետանոց խաղաղության ծրագիրը ենթադրում է Համասի բոլոր ենթակառուցվածքների ապամոնտաժում, ինչն արդեն անիրատեսական է թվում։ Չնայած Եգիպտոսի գագաթնաժողովին մասնակցելու են ամենաազդեցիկ եվրոպական ու իսլամական դերակատարները, սակայն այն անցնելու է առանց Իրանի, որը պաղեստինյան ճակատի ամենաակտիվ դերակատարներից է։ Իրանում չեն ցանկացել մի հարկի տակ գտնվել ԱՄՆ-ի հետ, սակայն փաստ է նաև, որ գործընթացները դեռևս անցնում են առանց Թեհրանի։